Ուսումնական նոր տարվա սկզբին Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցը հրաշալի նվեր ստացավ։ Բացվեց համակարգչային դասարան, հագեցած ժամանակակից սարքավորումներով և ծրագրերով։ Մենք ստացանք մեծ նվեր, 20 համակարգիչներ և այլ նորագույն տեխնիկա։ Դասապրոցեսի ընթացքում այդ ամենը օգտագործվում է և ես կարծում եմ, որ այսօրվա ուսումնական ծրագրերը լիակատար նպատակին հասցնելու համար շատ անհրաժեշտ է օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Համակարգչային այս դասարանի ստեղծումը Հայաստան համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի առաջին ծրագիրն է։ Համակարգիչներից բացի դպրոցին հատկացվել է նաև տպիչ սարք, սկաներ, հեռուստացույց, DVD նվագարկիչ և պրոյեկտոր։ Դպրոցի փոխտնօրեն Տիկին Ռուստամյանն ասում է, որ այս ամենը ծառայելու է ոչ միայն ինֆորմատիկա առարկայի դասավանդմանը։ Յուրաքանչյուր առարկայի ուսուցման հետ կապված ուսուցիչները անցկացնում են դասաժամեր այստեղ, կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից, մայրենի լեզվից, օտարերից, չեմ ուզում սա թվարկել առարկաների, երեխաները մեծ հաճույքով մասնակցում են այստեղ այդ դասապրոցեսին։ Մինչ այս ծրագրի շահառուն դառնալը Ստեփան Զորյանի անվան դպրոցը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի մշտական նվիրատուներից։ Մենք կազմակերպում էինք ազգային տուրքի մարաթոն և այդ երեխաների մեկ ամսվա հանգանակած իրենց բուֆետի գումարից հանգանակած գումարը աշակերտական կոմիտեն փոխանցում էր Հայաստան համահայկական հիմնադրամին և ամեն տարի մենք ուրախանում էինք մեր հաջողություններով, քանի որ մեր այդ փոքրիկ չնչին օգնությամբ կառուցում էր մի փոքրիկ ճանապարհ Հայաստան, Արցախ այդ մայրողում։ Հայաստան համահայկական հիմնադրամը ձեռք-ձեռքի հաղորդաշարով ամեն ամիս զեկուցում է իր ծրագրերի իրագործումների մասին և հիշեցնում, որ դրանք հնարավոր են դառնում աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն ցանկացած պահի նպաստում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր և ժամ չկա, օրն ու ժամը որոշողը դուք եք։ Այսօր, հիմա, ցանկության պահին։